Ջերմատները գտնվում են Արարատի մարզում, Ուրցաձոր բնակավայրի մոտակայքում և գտնվում ենք նաև Խոսրովի անտառ պետական արգելոցի մոտակայքում։ Ուրցաձորը Արարատի մարզի կանաչ զարդն է։ Պատված են ուրցերով, անտառներով, վայրագ ծառատեսակներով, որոնք ասենք տանձենին, խնձորենին, ծալորենին, փշատենին, դրանք վայրի են ու շատ կարևոր են մեր բնության համար։ Սա շատ յուրահատուկ վայր է իր հարուստ կենսաբազմազանությամբ, այստեղ արդեն տարիներ շարունակ իրականացնում ենք անտառ վերականգնում։ Էսի մեր այգու նուշն է։ Մենք ենք ջերմոցում աճացել և տնկել ենք այստեղ։ Խնձորն է վայրագ, այն դառը տեսակը վայրագ տեսակ, որ ասում են վայրագ, հենց այն վայրագ խնձորն է։ Որպեսզի վայրի բնության ծառատեսակները չվերանան, հատուկ տարածքում աճացնում ենք մեր վայրագ ծառերը։ Ցածրադիր գոտու և բարձրադիր գոտու բնության ծառատեսակներ ունենք։ Ունենք թխկի, հացենին, մենք աշխատում ենք սերմից ընդհուպ ծառերը։ Լցանույթը լցնում ենք, սերմը պահպանում ենք սառնարաններում, ծլացնում ենք, վերում ցանում ենք որպես ծառատեսակներ։ Մինչև բարձրանալ մեծանալը աշունը տեղափոխում ենք անտառներ, որպեսզի հարստացնենք մեր անտառը, մեր բնությունը։ Այս ջերմատանը սալորն ու խնձորն է, այս մյուս ջերմատանը նուշը, խնձորենին և փշատենին։ Ուզար պիտի այսօր ջրենք, ջուր անենք, խնձորենիները, նշենիները ջուրը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շնորհակալություն։ Ոնց են մեր ծառերը։ Ոչինչ։ Ոնց որ տանձենիները լավ են ահագին։ Շոքերը լավ են տանում։ Բուժումներ արել ենք, սրսկումներ Արել եք, հա։ Ամեն։ Հա, տեսնում եմ, լավ ջրած է։ Սրանք մեր տնկարանի սալիցիֆոլիա տեսակի տանձենիներն են։ Մեր անտառ վերականգնման ծրագրի հիմնական տեսակներն են սրանք։ Շատ տեսակներ ունենք իրականում և փորձում ենք հիմնականում շատ մեծ բազմազանություն ապահովել տեսակների։ Այստեղ տանձենիներն են, ունենք խնձորենիներ, նշենիներ։ Տանձենիների ընտրությունը պատահական չի և ինչպես նաև մյուս բոլոր տեսակներինը, սրանք շատ կարևոր տեսակներ և բնիկ տեսակներ են այս տարածքի համար։ Իհարկե մենք այստեղ աճեցնում ենք միայն սալիցիֆոլիա տեսակը, բայց Հայաստանը հայտնի է 3 տասնյակից ավելի տանձենիների տեսակներով։ Հիմնականում կենտրոնականից դեպի հարավային հատվածներում շատ մեծ բազմազանություն ունենք տանձենիների տեսակների, ինչը նաև վկայում է այն մասին, որ Հայաստանը գենետիկական այդ կենտրոնն է տանձենիների ծագումնաբանության։ Ունենք բազմաթիվ վտանգված տեսակներ, անհետացման եզրին գտնվող տեսակներ, որոնք պարբերաբար տարբեր գիտնականների, անտառ վերականգնման ծրագրերի ուշադրության կենտրոնում են գտնվում։ Անտառ վերականգնման ծրագրում նաև շատ կարևոր է մեթոդաբանությունը, ինչպես ենք ծառերն աճացնում։ Ի թիվս բազմաթիվ այլ մեթոդաբանությունների կարևոր է այսպես ամանները, որ տեսնում եք, սա փակարմատային համակարգով աճեցման մեթոդն է։ Այսինքն ծառերը աճեցվում են ոչ թե բաց գրունտում, այլ տարաների մեջ։ Ինչ է սա նշանակում, երբ որ մենք արդեն տանում ենք սա անտառ տնկման, արմատային համակարգը չի վնասվում, ավելի հեշտ է լինում կպչողականություն ապահովել։ Բավականին շատ է փոքրացել այդ անտառտնկման սեզոնը, թե աշնանը, թե գարնանը։ Այդ իսկ պատճառով նման մեթոդները շատ կարևոր են, որպեսզի ավելի ճկուն կարողանանք մոտենալ անտառ վերականգնման հարցին։ Մեր ամենակարևոր ձեռքբերումներից է բազմապտուղ գիհու վերականգնումը։ Այս անտառային ամբողջ ծածկույթը, այստեղ մեր բազմապտուղ գիհիների
նոսրանտարն է։ Իհարկե շատերը սովոր են անտառները տեսնել այդպես կանաչ խիտ անտառներով, բայց սրանք պակաս կարևոր չեն կենսաբազմազանության տեսանկյունից։ Հայաստանը թե կովկասյան, թե իրանո-անատոլիական կենսաբազմազանության կիզակետերում է գտնվում եւ այս տարածքը այդ առումով բավականին արժեքավոր է։ Գիհիների, անգամ սերմերի ծլեցումը կամ ստրատիֆիկացիան մասնագիտական լեզվով ասած, տևում է ավելի քան մի տարի։ Մենք ձմռանը հավաքում ենք սերմերը, միայն հաջորդ գարուն մենք ունենում ենք ծլած սերմեր, որոնք արդեն մի 2 տարի ջերմատանը աճում են եւ հետո նոր կարողանում ենք վերատնկել։ Ներկայում տարբեր տեղամասերում փորձնական տնկել ենք գիհիներ մեր ջերմատանը աճեցրած։ Մոտակայքում նաեւ տարբեր տեղերում 4 տարեկան արդեն գիհիներ ունենք եւ եթե ասում ենք 4 տարեկան, գուցե պատկերացնեք մի մեծ բավականին ծառ արդեն, բայց գիհիներ շատ դանդաղ են աճում, կարող է տարվա ընթացքում ընդհանրապես մի քանի սենտիմետր եւ սա շատ երկարաժամկետ նվիրում է ըստ էության, որպեսզի կարողանանք հետագա սերունդների համար ունենանք ավելի առողջ անտառներ։